Կատարած աշխատանքի արդյունքներով եւ անելիքների փաթեթով է Արցախի խորհրդարանականների հետ հանդիպման եկել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը։ Միացյալ Նահանգների, Բելգիայի, Շվեյցարիայի, Գերմանիայի գործադիր եւ օրենսդիր մարմինների հետ կայացած հանդիպումների առանցքում արցախցիների վերադարձի իրավունքներ, Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը։ Կարելի է ասել, որ այդ հետևողական աշխատանքի, ինչպես նաեւ մեր ամերիկահայ համայնքի մնայուն հետևողական եւ ասես ջրաչան աշխատանքի արդյունքին վերջիվերջո Ամերիկայի իշխանությունը իր դարբեր թևերու միջոցով Արցախի հարցի վերաբերյալ արդայդություններ ունեցած է, որ կարելի է դարբեր ծևերով գնահատել, բայց ընդհանրապես եղած են դրական, մինչև այսօր գործնական հետևանքները չենք տեսնար։ Դրական մթնոլորտը դեռ չի վերածվել գործնական քայլերի, սակայն կա քաղաքական հիմք աշխատանք շարունակելու համար։ Հանձնախմբի ջանքերի շնորհիվ է Բելգիայի նորդաշնային կառավարությունն իր ծրագրում ամրագրել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը, կոչ անելով Ադրբեջանին ապահովել այն։ Աշխարհի մեջ ուրիշ երկիր չկա, որ իր ծրագրի մեջ ունենա կառավարական ծրագրի մեջ ասի, եւ ասի պետք է ասել նաեւ, որ բավական երկար աշխատանք եղավ որպես հաջողի, տեսմանին հետ միասին շատ աշխատեցանք, որպես ասում ենք հաջողինք, երկինքեն չինգավ հասկանալի ասպաները երկինքեն չեն ինար, երկար աշխատանք է, օգնեցուցիչ աշխատանք է, բայց պետք է անես։ Հանձնախմբի անդամները կարևորում են նաև Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների ընդունած բանաձևը, որով շվեյցարացի պատգամավորները կոչ են արել իրենց երկրի կառավարությանը մեկ տարվա ընթացքում նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Շվեյցարիայի խորհրդարանների երկու պալատների կողմից ընդունված բանաձևի հետ կապված։ Փաստորեն մեկ տարին լրանում մարտ ամսին պետք է հասկանանք, էլի, այսինքն հղումներով օրենսդրության իրանց մի հատ պետք է ավելի հասկանանք ինչպես է եւ մեր հետագա աշխատանքների մասով հասկանանք ինչպես ենք աշխատելու։ Բայց խորհրդարանների կողմից ընդունված բանաձևը ունի հետեւյալ տեքստը, որ Արցախի ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների խաղաղության կոնֆերանս։ Այսինքն այստեղ Հայաստանի Հանրապետության մասին խոսք չկա։ Անարգել չէ արցախցիների իրավունքների համար պայքարող հանձնախմբի աշխատանքը։ Շատ խոչընդոտներ են բախվում, այդ թվում Հայաստանի պետական կառույցների եւ դեսպանությունների հետ համագործակցության ճանապարհին։ Տարածաշրջանում կայուն երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար պետք է կարողանալ բոլոր հարցերին լուծում տալ։ Այսինքն, եթե այդ հարցերը չեն լուծվում, իրանք ընդհանրապես պահածոյացվում են կամ ինչ-որ թաքցվում են ինչ-որ պահարաններում եւ այլը, ցանկացած պատեհ առիթի դրանք նույնիսկ դուրս են թափվելու։ Այսինքն, չի կարող լինել տարբերակ, երբ որ դու արդարության սկզբունքը դնում ես մի կողմ, միջազգային իրավունքը դնում ես մի կողմ։ Արցախի ազգային ժողովի նախաձեռնությամբ ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը աջակցություն նաև Արցախի իշխանություններից է ակնկալում։ Պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը։ Արցախի հարցը պետք է պահել օրակարգում, հետ քայլը կնշանակի Արցախից հրաժարում։